Այս իշխանությունների տրամաբանությունը շատ հստակ է վերացնել բոլոր դիմադրության օջախները, ազգային ուժերին, անհատներին, հեղինակություն, միջազգային կապեր, իրենցից ինչ-որ բան ներկայացնող մարդկանց, սա նաև իրենց վախի ցուցիչն է, որը շատ հետևողականորեն փորձում են այս ճանապարհով վախեցնել, լռեցնել, սա շատ ուղերձն է բոլոր այն գործարարներին, որ եթե թուրքական պահանջների հետ հաշտ չեք, ձեզ սա է սպասում։ Ու սա շատ-շատերին մեկ անգամ եւս մտածելու տեղիք է տալիս։ Նաև նրանց, ովքեր մտածում են, որ իրենց հերթը չի հասնելու, ըստ պետք է բոլորը տեսնեն, գիտակցեն, հասկանան խորությամբ, թե ինչ է կատարվում մեր շուրջ, մեր երկրի ներսում եւ իրական թշնամիները ինչ են անում մեր պետությանը։ Իսկ այն մյուս հայտարարությունը, որ պետք է ազգայնացվի, պետականացվի հեծը եւ այլ նմանատիպ կառույցներ, դա էլ շատ հստակ պետք է հասկանանք ինչի մասին է խոսքը։ Առհասարակ ռուսական կապիտալով ընկերությունները, հեծը կլինի, վաղը կլինի Գազպրոմ Արմենիան, հետո Քաջարյանը, մյուս օրը հարավկովկասյան երկաթուղիները, ինքը պետք է ազգայնացման անվան տակ խլի, որ այս ամեն ինչը հանձնի